Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Մենք սկսում ենք կինը կնոջ կողքին նախագիծը։ Սա այն նախագիծն է, որ մեկ կին կանգնում է մյուս կնոջ կողքին։ Այս նախագիծը ստեղծվել է, որպեսզի կանայք լսեն, հասկանան, աջակցեն միմյանց։ Հիշեք, երբ մի կին կանգնում է մյուս կնոջ կողքին, աշխարհը ավելի բարի է դառնում։ Այսօր մենք հյուրընկալվել ենք Վեներային, ով պատրաստ է իր կյանքի դաժան պատմությունը կիսվել մեր հետ, իսկ մենք ցույց տանք, ինչպես կարող է կինը կնոջ կողքին լինել։ Վեներա ջան, շատ շնորհակալ ենք, որ դուք պատրաստ եք ձեր կյանքի այն էջերը բացել, որոնք որ ամեն կին չի, որ կունենա այն կամքը, որը որ դուք ունեք։ Վեներա ջան, ուզում եմ, որ պատմությունը սկսենք հենց ամենասկզբից։ Ինչպես ծանոթացաք ձեր ամուսնու հետ եւ արդյոք ժամանակ ունեիք իրեն ճանաչելու, թե միանգամից եղավ ամեն ինչ։ Պատմությունը սենց սկսեմ, ես կարելի ասած չեմ ճանաչել իրան, ընդամենը 20-21 օրվա ծանոթ էր, ով գալիս էր մեր տուն, աշխատանքի բերումով, գյուղի պայմաններ, մարդիկ երկաթներ էին հավաքում, տանում հանձնում, հենց նենց եկավ, մի քանի անգամ կոֆե հյուրասիրելուց, հետո հասկացա, որ պապայս է մոտեցել, ասաց, որ ձեր աղջիկից դուր է գալի, ինքը իրա քեռու հետ, ասաց, որ ձեր աղջիկից դուր է գալի, ինչքան պետք լինի կսպասեմ, հետագայում որպես կին ամուսնանանք։ Իսկ այդ ժամանակ քանի տարեկան էիք։ 16։ 16։ Այո, դեռ փոքր էի, դպրոցական էի, սենց ասեմ, դեռ չէի վերջացրել 9-րդ դասարան, արդեն նոր տեղափոխված, մինչև 12 էին գնում, նոր ես 9-րդ դասարան էի, ես անգամ չեմ շփվել իրա հետ, 21 օր հետո արդեն ծնունդս էր, այդ 21 օրվա մեջ իմ կյանքում այնքան բան փոխվեց, որ ես էլ անգամ չպատկերացրեցի, մի օր նենց ստացվեց, որ քավորս ամուսինը շատ խմած վիճակում իմ ապագա ամուսնու հետ կիսվում է, որ սիրահարվել է իմ վրա։ Իրանք ովքեր, ում մասին է խոսքը։ Ամուսինս ու իրա քեռին։ Քեռին։ Որոշեցին ինձ տանեն։ Հեռախոսն էլ ձեռիցս վերցրեցին, որ ընդհանրապես ոչ մի կետ չկարողանամ կապի հետ։ Ծանոթ երևույթ է։ Նիվա էր իմ տոկում, Նիվայի հետև նստացրեցին, որ փախնելու հնարավորություն չունենամ։ Այսինքն քո կամքին հակառակ իրենք քեզ փախցրել են։ Համ իմ կամքի հակառակ, համ որ վախեցի ես գնացել եմ։ Ինչից եք վախեցել, ուզում եմ հասկանամ ինչն էր ձեզ ստիպում, որ դուք վախենաք։ Զուտ այն խոսքերը, որ իմ ամուսնու քեռին եկավ, ասեց, բա աչք ունի քո վրա։ Այսինքն ձեր քուրիկի ամուսինը աչք ունի, ավելի լավ է դու գաս ու այդ ամեն ինչից ազատվես ու ոչ խայտարակվելու ինչ որ առարկա դառնանք, ընտանիքով հանդերձ ոչ էլ որևիցե բան։ Նախընտրեցի գնալ։ Ճիշտ է, չուզենալով, բայց գնալ։ Ու դաժանա։ Այդտեղից ամենալավ բանը այն էր, որ ես հանդիպեցի իմ կիսուրին։ Հա։ Շատ եմ սիրել, աշխարհի չափ եմ սիրել։ Մամա չեմ ասել երբեք, բայց շատ եմ սիրել, ինքը ինձ համար ծանոթ է եղել, ինքը ինձ համար ամեն ինչ է եղել։ Մինչև սկեսուրի մահը ընտանիքում ամեն ինչ լավ էր։ Ամուսնու հետ կապված ոչ։ Ինչ էր անում, որ ձեր սրտով չէր։ Տիրություն չէր անում երեխուն։ Պարզ ասեմ, մի պահ ես իրան թողում էի երեխան իրա մոտ, դուրս էի գալի ու հենց այն որ գալիս եմ տենում երեխան լրիվ վառված, կոֆեյով, որովհետև իրան էի դա վերի արել, պետք ինձ հերիք էր։ Իսկ դուք ուր էիք գնում այդ ընթացքում։ Ընդամենը խանութ էի գնացել, որ բան վերեմ, հաց սարքեմ, հաց ուտենք։ Ու ամբողջ ամուսնության ընթացքում պարզ մի հատ գլխարկա երեխուն առել, որ տակից հագցում են, երեխեքին կապում է, այդ գլխարկն առել։ Որտեղ էին ձեր ծնողները այդ ժամանակ։ Մենք Արցախում ենք բնակվել, Ուխտասար գյուղում էին իրանք, ես Մարտունի էի ամուսնացել։ Հա, դուք բոլորով Արցախում եք։ Այո, ես մանկուց Արցախում։ Հետաքրքիր է, ես նույնիսկ դա չգիտեի, շատ արդեն։ Մանկուց 5 տարեկանից Արցախում եմ բնակվել։ Ամուսինս 5 տարեկանից։ Արդեն կարելի ասել արցախցի ես, էլի։ Ես միշտ ասում եմ հոգով սրտով միշտ արցախցի եմ։ Ճիշտ է, արմես Գորիսն եմ, բայց ես արցախցի եմ։ Եկավ ժամանակ, որ մենք առանձնացանք
առանձին էինք ապրում, էլի երեխու հետ խնդիրները անընդհատ կռիվ, էս մեկ է մեկ, երեխեն լացում էր, ձենը կտրեք, էս արեք, են արեք, ես այդ ամեն ինչը չկարեցա տանեմ, ասացի դուրս եմ գալու։ Իրականում կան տղամարդիկ, որ ասում են երեխայի ձենը չեն կարողանում լսենք, ազդում է մեր ներվերի վրա, անընդհատ չեն ուզում օգնած լինեն, բայց իրենց երեխան է, ես միշտ զարմանում եմ, ոնց կարելի է այդ ձև վարվել ու երբ որ նստած են լինում շրջապատում, ասում են իմ երեխաները, իմ երեխան, իրենց լավ են զգում, իմ տանկինը, բայց չկա։ Այդ հասկացողությունը երբեք չեմ լսել, չեմ տեսել։ Վեներա ջան, մի պահ վերադառնանք այն հարցին, որ դուք իմացել եք, որ ձեր քրոջ ամուսինը սիրահարված է ձեզ։ Ուզում եմ հասկանամ, երբ որ դուք դա իմացել եք, ինչ որ մեկի հետ կիսվել եք, ինչպես եք այդ ամեն ինչը փակ պահել ձեր մեջ։ Անձամբ ձեր քույրիկի հետ կիսվել եք։ Միայն քույրիկիս հետ։ Իսկ ինչ է ասա ձեր քույրիկը այդ ամեն ինչը։ Կիսվելուց հետո ես իր գլխին շարամ եմ տենում, ճղած Քույրիկի։ Հա։ Ինքը ինձ պատմել է, որ իր ամուսինը սիրահարված է ինձ։ Հա։ Իսկ ես ասում եմ կառվել եմ հետ, ինքը քարով խփել է գլխիս։ Այսինքն ձեր քույրիկին գնացել ասել է, որ ես քո քրոջն եմ սիրահարված։ Ահա։ Իսկ քույրիկը այդ փաստը շատ ծանր էր տանում, ինչ է հետաքրքիր է։ Ինձ այնքան էր սիրում, այնքան էր հավատում, որ ուշադրություն չի դարձել դրան։ Իսկ ձեր ծնողները իմացել են այդ մասին, չեն իմացել։ Ես չեմ կիսում, շատ եմ փակ։ Իմ վատ բանը նրանով, որ միշտ փակ եմ եղել, չեմ ասել ոչինչ ծնողներիս։ Ես գիտեմ, որ ձեր քույրիկը ինքնասպան է եղել, ուզում եմ հասկանալ ինչքանով է այդ ամենը կապ ունեցել իր ամուսնու Պահելաձևի հետ։ Արդյոք դա իրար հետ կապ ունի, թե ոչ։ Իրար հետ ընդհանրապես կապ չունի դա, բայց բանը նրանում է կայանում, որ որպես ամուսին երբեք տեղում չի եղել, այսինքն ծեծ, ջարդ, անգամ այնքան վատ դրվագ կարամ այս բանին ասեմ, որ քորիկս ուզում էր բաժանվեր երեխուն, երրորդ հարկի բալկոնից կախել է, ոտերից բռնած ասել է հենց այս դռնից դուրս գաս, վերջ, երեխան գցելու եմ, այդ կարգի դաժան կյանքով է ապրել ինքը։ Անկեղծ ես շոկի մեջ եմ, ինչպես կարելի է երեխային բալկոնում պահել, երևի ինձ թվում է հոգեկան ինչ-որ խնդիրներ ա ունեցել։ Կամ տենց։ Չէ որ կարելի է կնոջ հետ ուրիշ ձև, ուրիշ լեզվով խոսալ, բայց ոչ երեխային երրորդ հարկից պահեն, վախեցնեն, որ ինչա կինը չբաժանվի, դա ուղղակի աբսուրդ է։ Իսկ ձեր քրոջ ամուսինը իր աղջկա հետ կապ ունի, կապ ունեցել է երբևիցե։ Կապ ունի, Շփվում է։ մեկ, հա, զանգով շփումը կա, ինքը Հայաստանում չի գտնվում, արտասահմանում անգամ չգիտեմ որտեղ, մեկ երեխան շփվում է, ինչ էլ լինի, ինչքան էլ վատը լինի, ինքը ծնողել է, բացի ամուսին լինելը ծնողել է։ Անկեղծ ես չեմ կարող հասկանալ, պատկերացնել այն մարդուն, որ ինքը ծնող է, եթե իր երեխային կարող է երրորդ հարկից պահել բալկոնից, ասել կամ իմ հետ ես մնում, կամ բաժանվում, չես բաժանվում։ Ես այդպիսի մարդկանց չեմ կարող ծնող համարել, թեկուզ դա ձևական աներ, ձևական բնույթ կրեր, նախ իր 3 տարեկան երեխան շատ հնարավոր է ստրես տանի, տրավմա տանի, որ իր մեջ մնա, շատ լավ է, որ ներկա պահին ձեր քրոջ աղջիկը առողջ է, չէ՞, ամեն ինչ շատ լավ է, շատ ապրի ձեր մաման։ Ես գիտեմ նաև, որ դուք նույնպես ուզեցել եք ինքնասպան լինել։ Ուզում եմ հասկանալ, ինչ հոգեվիճակում եք եղել եւ ինչն է տարել ձեզ այդ քայլին։ Ահագին դեղեր առա, իհարկե մի հատ դեղատնից չկարեցա առնեմ, որովհետև իրանք հասկանալու էին, խելքով մտածեցի մի քանի տեղից առա։ Ինչն է ձեզ ստիպել։ Ես գիտեմ նաև, որ դուք մի քանի գիշերել եք փողոցում, քանի որ ձեր հայրիկը բաժանումից հետո որոշել էր, որ պետքա կույր հարուստ մարդու հետ ձեզ ամուսնացնի, ճիշտ եմ։ Եղել է տենց։ Ուզում եմ հասկանալ, այդ ժամանակ, երբ որ դուք փորձեցիք ինքնասպան լինել, հենց դա էր պատճառը։ Կա։ Պատճառը դա էր, բայց ուրիշ պատճառներ էլ կար, ոնց հասկանում եմ։ Մի անգամից մենակություն մեջ, քաղաք եմ եկել, մենակություն, Ստեփանակերտ։ այո, տուն չունեմ ապրելու, տեղ չունեմ, անգամ հացի փող չունեմ, կոպիտ ասած,
Մի անգամից այն որ մտքերս խառնվե իրար, ես ոնց եմ ոտի կանգնել։ Իսկ ձեր երբ որ դուք եկաք Ստեփանակերտ, ձեր երեխային թողեցիք ձեր ծնողների մոտ, իրենք ճարտարում էին։ Չէ։ Մենոնք ապրում էին Ուխտասարում։ Ուխտասարում դուք թողեցիք ձեր փոքրիկին ու եկաք։ Ինչն էր պատճառը, որ թողեցիք ու եկաք։ Ուղղակի մի օր որոշեցիք, որ Պարզ ասեմ, որ ինձ փորձեցին ամուսնացնեն, ես այդ ամեն ինչը չհամակերպվեցի, տնից փախա։ Նույն օրը տնից փախա։ իսկ այդ մարդը, որ կույր էր, տարիքով էլ բավականին մեծ էր, ճիշտ եմ, մի քանի տարեկան էր, չգիտեք, ուղղակի գիտեք, որ շատ մեծ էր։ Իսկ ինքը որտեղից էր։ Չեմ էլ հասցրել, ոնց որ ճարտարից էր էլի, որտեղից էր, ուղղակի Ռուսաստանից էր, չեմ հիշում, տենց ինչ որ մի հատ խառը։ Հենց այդ ամեն ինչը իմացել եք, միանգամից որոշել եք, որ պետք է ավելի լավ է ինքնասպան լինեմ, քան այդքանը որոշելուց հետո ես որոշեցի փախնեմ տնից։ Մենակ էներ, ես գնամ, տենց բան տեղի չունենա, ես չեմ ուզում իմ կյանքը կործանեմ։ Ես միշտ մտածել եմ, որ սերը առաջինը կարևոր է։ Ճիշտ եք մտածել։ Ես մինչև չսիրեմ, չեմ ամուսնանա, որովհետև առանց էր ընտանիք չի լինում, չես կարա պահես, երկկողմանի իհարկե, միակողմանի չի լինում երբեք ոչինչ։ Տեղափոխվելուց քաղաք մի քանի օր փնտրտուքից հետո, փողոցները քնելուց հետո, տուն չգտնելուց Ստեփանակերտում ոչ տուն ունեիք, ոչ աշխատանք, ոչ գումար, այսինքն փողոցներում սոված ծառավ մի քանի օր։ Վիներա ջան, երբ որ դուք փորձում եք ինքնասպան լինեիք, արդյոք դուք ձեր երեխայի համար, ձեր ծնողների մասին չէիք մտածում, որ արդեն իսկ ձեր քույրիկը ինքնասպան էր եղել այդ ժամանակ։ Մտածում էի, որ իմ նման մեկը, որ այս աշխարհից գնա, իրանք ավելի հանգիստ կապրեն, դե ընդհանրապես ինքնասպան լինող մարդկանց ուղեղում էդ է պատտվում, որ այս մեկն էլ պակասի ավելի լավ կապրեն, մի քանի օր կլացեն, հետո երջանիկ կլինեն, բայց հետագայում ես հասկացա, որ ավելի ցավոտ է լինում այդ ամեն ինչը, ավելի դաժան են տանում, մինչ օրս ես այսքան տարի անց էլի դաժան եմ տանում։ Իսկ ինչպես հետ կանգնեցիք, ով օգնեց ձեզ։ Զինվորի պապա։ Զինվորի պապա։ Ահա։ Ինչպես։ Գոսպիտալի մոտով գնացի, տեսել եմ, որ հենց գոսպիտալի մոտի ապտեքան էլ էի մտեմ, տեսել եմ, որ լացում եմ, ես մեկ, ես ուշադրություն չեմ դարձրել ոչինչի, ինձ պետք էր հասնեի, չգիտեմ, որոշները կհիշեն, այդ գոսպիտալի մոտով որ գնում եք, այն մասը ինչ որ ձորանման տեղ է, որ բնակչություն ընդհանրապես չկա։ Գնում հասնում դեղերը բացում, սիրուն լցնում բռիս մեջ, ջուրը բացում, որ խմեմ, մեկ էլ այդ մոմենտը մի հատ նենց չարփոց եմ ուտում։ Անծանոթ մարդուց շաքաղվեցի ես ուղակի։ Նենց է չարփում, դեղերը ձեռիս է շպրտում, ջուրը վերցնում, երեսովս գալի, ասում է երեխաս մեռնում է, գիտես, կրակել են երախոս։ Կյանքի կռիվա տալիս, իսկ դուք այստեղ մի հատ էլ չռփեց, այդտեղից իսկականից ես լացեցի։ Ինքն է ինձ ագրկե ու լացումը, ասում է չանես էլ կյանքում տենց բան։ Բայց որը ժամանակ էդի պահեց։ Մի անգամ էլ ստեղ եմ փորձի այդ ամեն ինչը անեմ, ինձ մոստից գցելով։ Այստեղ երկրորդ փորձն եք կատարել ինքնասպանության։ Բայց այդ ժամանակ ինչը ստիպեց։ Այդ պահին չեմ հասկանում ինձ ով է պահել։ Ինձ ինչ որ մեկը ես ձգում էր հետ էր ձգում, ապրի, մեկը պահում էր, բայց չեմ հասկացել, խի եմ ես այդ կային։ Աստված ձեզ ուղակի պահել, Վիներա ջան, իհարկե մենք մեր հաղորդման ժամանակ անպայման ձեզ հոգեբանի աջակցություն նույնպես կտրամադրենք, որ հոգեբանորեն ձեզ շատ կօգնեն, ձեր մտքերը այդ ինչ որ ունեք կփոխեն, վստահ եմ, որ կկարողանանք անել այն, ինչը իրականում ձեզ պետք է։ Ինձ շատ հետաքրքիր է, արդյոք դուք կարողացաք ձեր հայրիկին ներել, երբ որ նա փորձեց ձեզ կույր տղամարդու հետ ամուսնացնի, շատ հետաքրքիր է դուք այդ հարցին ինչպես եք մոտենում, դուք ներել եք արդյոք հոգեպես։ Պապայա, ինքը իմ լավն էր ուզում էր ես ապրեի, ուզում էր ես էլ ամեն ինչ ունենայի։ Այդ մոմենտը վատ ես ընդունում, են տաքացած ժամանակա, ինչ ասես մտքովդ անցնում, անգամ այն կարգի ուզում ես գնաս կանգնես, այդքանը դեմքին ասես, բայց ես նախընտրեցի ոչինչ չասեմ, մինչև չհանգստանամ։ Օրինակ ես լինեի,
Ես կասեի իմ հայրիկին։ Չեմ ասում։ Երբեք ծնողին թաթող խոսք չեմ սիրում։ Չէ, ես կասեի, որ չէ ու վերջ։ Չէ։ Ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում ցավասնել։ Մարդկանց տեսակները տարբեր են լինում իրականում։ Ինձ հարազատներին երբեք Իսկ չեմ ցավասնել։ հիմա ձեր հայրիկի հետ ինչպիսի հարաբերություններ Շատ ունեք։ լավ։ Վիներա ջան, ընտանիքից խոսացինք, մտքովս մի հարց անցավ։ Հիշում եք ձեր քույրիկի հետ վերջի անգամ ինչ եք խոսացել։ Զանգեց իրիկունի ինձ, ասաց ինչ էլ լինի, երախոս լավ կնայես, քո երախու պես կնայես։ Ասաց հաշվի ունես երկուսը։ Ես էլ իմ խասյաթի համաձայն կատակի դվեցի, ասեմ էլի ապուշ խոսում ես, ներվերս մի կեր, գալում հասնում մտես, սատկացնեմ քեզ բան։ Ամսի 11-ներ նորից զանգեց, առավոտ շուտ։ Այդ ժամանակ ինքը ամուսնացած էր, ամուսնու հետ էր ապրում։ Մեր տունն էին ապրում, մերոս տունն էին ապրում։ Ամուսինն էլ։ Հա, ամսի 11-ներ առավոտ շուտ զանգեց, ասաց, այն ինչ ասել եմ կատակ չեմ արա, ճիշտ եմ ասում, երախս լավ կպահես։ Այդ խոսակցությունից հետո անջատեց, ես էլ գիշերը լավ չէի քնել, երեխան չէր թողել նորմալ քնեմ, նույնց քնեցի։ Որ էլի կատակի տվեցի, արդեն այնքան տենց ապուշ կոպիտ ասած։ Ինձ թվում է, եթե հիմա դուք ձեզ էլ եք մեղավոր զգում ձեր քույրիկի մահվան մեջ, ասում եք, եթե ես զգոն լինեի, ուշադրություն դարձնեի իր ասածներին, կարողա որևիցե միտեղ կարողանայի փրկեի հայկյանքը։ Չէր կարող։ Չէի կարող։ 22 տարեկանում է ինքնասպանությունը գործ է, հալի մոտարապես 4-5 այդ կա։ Ցավալի է իրականում։ Ու հենց նոր վերջի խոսակցությունը այդ է եղել, որ երեխայից լավ կնայես։ Ես մինչև իր հեռախոսը պահում եմ։ Շատ մասնագետների մոտ եմ անգամ տարի որ սարքեմ։ Գոնե վերջի SMS, գոնե մի բան գտնեմ։ Չի սարքվում։ Ինչ հեռախոս է։ Շոթի փոքր Samsung։ Ուզում եք տեսնեք ինչ է իր հեռախոսի մեջ ունեցել։ Նկարները իր Որտեղ է ինքնասպան եղել։ Մեր այգում Կառալյոկի ծառից։ Իրան որ գտել են կախված էր, ճիշտ է, իր էդի պատմել են ինձ, ես չեմ տեսել, ես անգամ իր թաղմանը ներկա չեմ եղել, որովհետև արդեն այնքան վատ էի, ինչ չէին կարող, մի երկու անգամ տարան որ տանեն արդեն դե այն ժամանակ ոչ թե զալերում էր, այլ տներում էր, այո։ Պապիկենցս տուններ այդ ամեն ինչը կազմակերպած ինձ տարել էին աստիճաներում ուշա գնացեմ եղա ինչ եմ եղա չեմ հիշում ինձ պատմում են այդ ամեն ինչը Դուք չեք տեսել ձեր քույրիկի չեմ տեսել չեք տեսել դրա համար ոնց որ ձեր մոտ այն տպավորությունը դուք միշտ ողջ եք հիշում իսկ այն ժամանակ երբ որ դաշտերում էիք աշխատում որպես աղջիկ մենք բոլորս միշտ այդ օրերը հիշում ենք ու ունենում ենք ինչ որ երազանքներ ուզում տեսնեմ ինչի մասին եք մտածում Ինչ եք երազում ունենաք ավելի շատ։ Ուզում եի հագնվել սիրուն, աղջկա վարի։ Ոնց բոլոր աղջիկներն են, ոչ թե տղու շորեր, աղբորը շորերը։ Աղբոր շորերներ հագնում։ Միշտ։ Ուզում եի միշտ էլեգանտ հավեսին եմ, որ երևացող լինեմ։ Իմ տեսակը էլա կլասիկ եք սիրուն, կանացի, սիրուն։ Այո, սիրուն կանացի Երևան, բայց Չկար հնարավորություն։ Ու դուք այդ ժամանակ դաշտերում տանջվում եք այդ երազանքներով, բայց գալիս է մի պահ, երբ երազանքները իրականանում են ու ինձ թվում է հենց այդ օրը այսօր է։ Ինչ շատ հետաքրքիր է, ինչ խանութ ես ուզում գնաս, եթե դեմ չես, ես կարող եմ քեզ ընկերակցել ու նվերներ անել լիքը։ Լավ, Աննա շոուրում խանութն եմ ես շատ ուզում գնալ։ Աննա շոուրում։ Այո, որովհետև ես շատ եմ հետևում էջին, որ գեղեցիկ հագուստներ ունեն։ Քանչ տեսականի ունեն։ Գրավում է։ Լավ, միասին կգնանք, եթե դեմ չես, կընկերակցեմ։ Ես էս պահին ձեզ ցույց տամ էջը, ավելի ցույց եք տալիս էջը։ Ահա։ Տեսնեմ։ Օ, շատ սիրուն է, միասին կգնանք անպայման։ Կընտրենք քեզ գեղեցիկ հագուստներ։ Վիներա ջան, եկեք խոսենք, տեսնենք ինչ մասնագիտություն եք դուք երազում ունենալ, ինչ մասնագետ եք ուզում դառնալ, որպեսզի ես կարողանամ ձեզ օգնել, դուք դառնաք ձեր երազանքների մասնագետը։ Վարսավիրություն միանշանակ մանկուց երազել եմ։ Ես ձեզ խոստանում եմ, որ դուք 0-ից կսովորեք, սկսած գույների
երանգները սովորելուց մինչև այն ամենավերջի բանը, որ կարող եք վարսահարդարման մասին իմանալ ու ամենակարևորը ձեզ աշխատանքով կապահովենք Հայաստանում ամենալավ սալոններից մեկում, որտեղ որ դուք կարող եք վաստակել այնքան գումար, որ մի օր զանգեք ուրախ-ուրախ, ասեք Սյունե, շնորհակալ եմ շատ այս ամենի համար, բայց իրականում դա չենք անում, որ դուք մեզ շնորհակալություն հայտնենք, դա անում ենք, որպեսզի մեր հոգու հանգստության համար Աստվածաշնչի մեջ գրած է, եթե ինչ որ մի բան ես անում, մի բարձրաձայնի, որ դու օրհնվես, բայց հիմա մենք այս ամենը ցույց ենք տալիս, որպեսզի շատ կանայք կարող են օրինակ վերցնել, իրենք էլ կատարել բարի գործեր, որոնք որ մարդկանց կարող են բավականին օգտակար լինել։ Շատ ուրախ եմ ձեր աջակցության համար, բոլորից եմ։ Ես նույնպես, իրականում ձեր աչքերը փայլում են, դուք դեռ շատ լավ օրեր եք ունենալու, երբ որ կնոջ աչքերը դեռ փայլում է, չի խամրում, ինքը դեռ իր տեղում է։ Այ, Երա նույնիսկ ժինգյալով հացա պատրաստել։ Դրանք պետք է գտեն, չէ՞, Այս որտեղ ես սովորել Արցախում։ Դե բազա որ Արցախում ես ապրել, ժինգյալով հաց պատրաստելը սովորել ես։ Իսկ փախլավա կարողանում ես պատրաստել։ Հələ Արցախի բաբարով ասա պոպոկի ոնց է իրացում։ Ճողոպոր։ Լավ էլ արդեն գիտես, էլ ինչ գիտես։ Բոլորը հանգիստ Կարում ես խոսիս։ Կարում բանջում։ Լուրջ։ Մազետ։ Այս ինձ թխալ ես ժինգյալով հաշը։ Քշերը։ Իսկ պեները ճռճռոկը պրավի բորտը պենը շտանես երկալ է։ Մամա, հարկալա գերիսը։ Մաման արկալ, դղան լոխլոված հաց, հազեր պատրաստ։ Այ լվանալը մենք ենք լվացել, խեղճկնի կեսցակին ինչ լվանը։ Այսինքն հարկալա դղան տուստող սաղ սարկալս։ Այ Քշերը թխալս։ քշեն խալ։ Ապրիստում։ Ներեսօրկյա կոտիկ։ Իսկ խոխան խոսում է Արցախի բարբառով, չէ՞։ Մինակ դու ես խոսում, կարում ես։ Ես տեսակ, որ դու ոճայինով սենց տարբերվող, նայք, մի քիչ սենց լայն շալվար, սենց դու ընդհանրապես տարբերվող ես։ Ես ուզում եմ տեսնեմ դուք ինչ երազանք ունեք, որ ուզում եք օրինակի համար այդ կատարվի ձեր կյանքում։ Ինչ ես ուզում այս կյանքում դու, ինչի ես ուզում հասնել։ Կուզում նորմալ մոդել դառնամ, մոդել։ Մոդել։ Այսինքն հայտնի մոդել դառնաս, իսկապես քո տեսքը համապատասխանում է հենց սենց մոդելային, իսկ հիմա գնում ես ինչ որ դասընթացների։ Չէ, այսօր առաջին անգամ գնացել։ Էսա գնացել ես, շնորհավոր։ Եկեք մեր հեռուստադիտողներին ասենք, եթե կա մոդելային կազմակերպություն, որ առաջիններից է, որ Արտուրին կարող են այնտեղ շատ առաջ տանել ու կարողանան հասցնել իր երազանքների նպատակներին, մեզ գրեն, մենք Արտուրի տվյալները փոխանցենք, Արտուրը մասնակցի։ Էլի ինչ ես ուզում, որ դու ուզում ես ունենալ, օրինակ։ Ինչ շատ հետաքրքիր է, օրինակ քո տարիքակից տղաները ուզում են հեծանիվ ունենան, օրինակ, բայց ես հասկացա, որ դու մի քիչ սենց քո տարիքից սենց մեծացած ես, ավելի սենց տաղավարի ես մտածում, ուրիշ ինչ կուզեի ունենալ, որ այս պահի դրությամբ դու չունես։ Կուզեի ատաները սարքե բրիկետնեի։ Հա, այս ծնոտի մասը, որպեսի օղվի։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր կառաջարկեն, որպեսզի Արտուրի երազանքը նպատակը միասին կատարենք։ Մենք դեռ միասին երկար ճանապարհ ունենք գնալու։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողների մեջ կլինի հաստատ մի օրթոդոնտ, ով պատրաստ կլինի Արտուրի երազանքը իրականացնի։ Հաստատ վստահ եմ ու շատ շուտով դու կունենաս քո երազանքների հոլիվուդյան ժպիտը։ Սենց իմ ատամների նման ատամներ ես ուզում, բայց իմ իսկական չի է։ Շատ լավն է։ Իսկ դպրոցում լավ ես սովորում Արտուր։ Նորմալ։ Ինչ գնահատականներ ես ստանում։ 7-8, շատ լավ է այսօրվա օրերում։ Էլի ինչ նպատակ երազանք ունես, որ ուզում ես, որ մտքովդ անցնում է, պետքա ճիշտը անկեղծ ասես։ Չգիտեմ։ Չունես այդ բան, որ շատ ես ուզում։
Մնացած ես կասնեմ։ Ոյո պրեզդույն սիրուն։ Արտուր ջան, երբ որ տղա երեխայի կողքը հայրիկ չի լինում, ինքը մենակ է մեծանում, իր հետ զրուցելուց ոնց որ ինքը սենց տղամարդ լինի, էլի մեծացած լինի, իր տարիքից շուտ մեծացած լինի, ես ուզում եմ խոսենք, դու հիշում ես քո հայրիկին։ Իսկ երբևիցե մտքովդ անցել է, որ տեսնես։ Տեսել եմ։ Բանը Երևանը ինքը նենց քայլելով տեսել եմ, նոտեմքը տեսած եմ էլ նենց գիտեմ։ Տեսել ես, ճանաչել ես Արտուր։ Լուրջ։ Իսկ ինքը քեզ ճանաչել է։ Ես ուղղակի շոկացի, սա իմ համար շոկ է, դու չգիտեիր։ Ես գիտեմ, որ ինքը գիտի, որ ինքը ստեղ է, բայց ես չգիտեի, որ ինքը տեսել է։ Ես տեսա քո աչքերից, որ դու զարմացած ես։ Իսկ Արտուր, ինչպես ես ճանաչել քո հայրիկին։ Նկարներով տեսած եմ եղել, դեմքի գիտեի։ Միշտ քո սրտի մեջ մնացել է, չէ՞։ Անկեղծ էլի։ Ինչ ուզում ա լինի քո պապան է, էլի, չէ՞։ Տենց է։ Ես քեզ միշտ խորհուրդ եմ տալիս, որ դու երբեք չչարանաս, միշտ ներես մարդկանց, երբ որ մարդկանց չես ներում, քո հոգու մեջ պահում ես, բաց չես թողնում, ծանրանում է քո վրա։ Բայց ես լինեի քո փոխարեն կխոսայի։ Ինչ չես խոսացել։ Ինչ խոս։ Կայլ ասեիր, ոնց ես։ Ուշ չես գտել այդ պահին քո մեջ։ Համանգիրոջ սետ է, համը չի ուզում։ Ամաչել ես ավելի շատ երևի թե ընկերոջ հետ, հա։ Պետքա չամաչեիր, պետքա գնայիր կանգներիր սենց տղամարդու նման, ասեիր ոնց ես։ Հաջորդ անգամը տենց կանես։ Ապրիլ, զորի գնքին կիս, շատ լովն է, շատ։ Դետվետ է։ Որպեսզի Սյունենով ստուդիայի միջոցով իրականացնենք Վեներայի երազանքը, ուզում եմ Սյուզին հրավիրենք, ծանոթացնենք, զրոյից պետքա սովորեցնենք վարսահարդարում, իսկ ամենավերջում աշխատանքով պետքա ապահովենք, ամենակարևորն է ու հետևողական ենք լինելու, տեսնենք արդյոք իրեն պետքա այս ամեն ինչը որ անում ենք, սա ուղղակի հաղորդում չի, որի միջոցով ինչ-որ մի բանից օգտվեն ու չօգտագործեն, անհետանան ու չանեն։ Մենք երբ որ աշխատանքի ապահովենք, հետագայում մեր հետևորդներին անպայման տեղյակ ենք պահելու, որ փուլում է, ինչքան աշխատավարձ է ստանում, ինչպես է ընթանում դասընթացները։ Մի խոսքով եկեք Սյուզանայի հետ ծանոթացնեմ ձեզ։ Սրվա մեր հյուրը Վեներան է, ում երազանքն է վարսահարդարում սովորի ու աշխատեի։ Հիմա մենք ուզում ենք, որ դուք միասին ծանոթանաք, ներկայացնեք ինչ դասընթաց է լինելու, ինչպես է լինելու զրոյից սովորելը, կամ ինքը ինչ-որ գիտելիք ունի, դա պլյուս է լինում, մինուս է լինում, կեսից է սովորում, թե զրոյից է սովորում։ Շատ հաճելի է, ես Սյուզին եմ, ուսուցչություն եմ, սկսելու ենք դասընթացները լրիվ զրոյից, անցնելու ենք ստրիչկաներ, մի քիչ ռուսերենով էլ ասեմ, բայց ընթացքային ամեն ինչը կբացատրեմ։ Ստրիչկաներ, բրիչոսկաներ, ուկլատկաներ ենք անելու, տարբեր տեսակի, սովորելու ենք գունաբացում, բոլոր տեխնիկաները։ Սովորելու ենք նարաշվինյա, մազերի երկարացումը, գերադինային հանքեցում, ամեն ինչը վերաբերվում է վարսահարդարությանը։ Ճիշտ է, ընթացքը շատ է լինելու, մի փոքր շատ է լինելու, բայց հուսով եմ, որ կհաղթարեք միասին եւ ոնց Սյունեն ասեց, շատ ուրախ կլինեմ, որ տեսնեմ ձեզ մեր սալոնում, որպես գոլեգա։ Վեներա ջան, իմիջիալո Սյուզին 14 տարվա մասնագետ է ու իմ գեղեցիկ սանրվածքը միշտ ինքն է ապահովում, ճիշտ է, ուրիշ վարսավիրել ունեմ, էլի շատ լավ ձեռք ունի, բայց իմ մշտականը, որ գիտի հատիկ իմ մազերը ոնց պետք է դասավորեն, այն որ ես շատ բծախնդիր եմ, ինքը դա կարողանում է անի։ Ես ուզում եմ ասել, որ դու ապահով ձեռքերում ես գտնվում, կարելի է քեզ շնորհավորել։ Մենք քո ամենագլխավոր հարցի լուծումը տվեցինք, դու արդեն կարող ես ունենալ այն երազանքը, որ շատ երազում էիր։